Շնորհակալ եմ, մենք բազմիցս ասել ենք, որ Եվրամիության անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին լրացուցիչ և կարևոր խթան է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը հետևողական շարունակելու և այդ ուղղությամբ ռազմավարական խթաններ ունենալու համար և պարոն կանցլերի հետ խոսակցության ժամանակ էլ ես ասացի, որ այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացված են, հիմա միայն քաղաքական կամքը բավարար չէ բարեփոխումների հաջող ընթացքի համար, որովհետև մենք ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման խնդիր ունենք և իհարկե մեզ համար շատ կարևոր է նաև Եվրոպայի լավագույն ժողովրդավարական փորձը, որը բերում է նաև բարեկեցության, տնտեսական զարգացման, ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, մենք այդ փորձին և գիտելիքին հասանելիություն ունենանք և ես ասացի նաև, որ մենք շնորհակալ ենք Գերմանիայի մինչև այժմ մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար և վերջերս նաև Եվրամիության հետ մենք ռազմավարական գործընկերության օրակարգը ստորագրեցինք և նաև Գերմանիան այդ հարցում մեզ աջակցություն է ցուցաբերել և ես համոզված եմ նաև այսօրվա քննարկումների արդյունքում և շնորհակալ եմ պարոն կանցլերին իր ցուցաբերած պատրաստակամության և հստակ քաղաքական դիրքորոշման համար, որ Գերմանիան լինելու է Հայաստանի կողքին ժողովրդավարական բարեփոխումների պրոցեսում և մենք դրա համար իսկապես շնորհակալ ենք և դա բարձր ենք գնահատում։